Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Բազեյան, նախ այսօր ինչ ուղերձով եք այստեղ եւ ինչ եք ակնկալում օրինակ դատարանից ու նաեւ կուսակցության մասին ուժեղ Հայաստան աջակցում եք, համակրում եք, թե արդեն գործընկերային հարաբերություններ եք։ Ամենաառաջինը մենք եկել ենք աջակցելու Սամվել Կարապետյանի կողմնակիցներին, իր կուսակիցներին, իր գաղափարակից ընկերներին, որովհետև տեղի է ունենում ապօրինի դատական գործընթաց, հերթական դատական գործընթացն է ուղղված Սամվել Կարապետյանի հավանաբար կալանքի երկարաձգմանը, կամ չեմ կարող ասել ինչպիսի որոշում կիրականացնի դատարանը, սա մեր պետության ղեկավար, այսպես կոչված Նիկոլ Փաշինյանի շինծու հանձնարարած շինծու մեղադրանքներով նրա ուրեմն Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերով եւ հանձնարարականով ապօրինաբար կալանավորվել է Սամվել Կարապետյանը, ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։ Մենք բնականաբար այստեղ ենք, որպեսզի բարոյական աջակցություն ցուցաբերենք Սամվելի, ասացի արդեն, հարազատներին, կուսակիցներին, գործընկերներին։ Իսկ ինչ վերաբերում է ուժեղ Հայաստան կուսակցությանը, հզոր համագումար արեցին, հիմնադիր համաժողով արեցին մի քանի հազար մարդու ներկայությամբ, բանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ այսօրվա հարցը սոցիոլոգիական, արդար սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանը շատ ավելի բարձր ուրեմն տոկոսներ ունի միավորներ ընտրվելու, քան Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլականները հայտարարում են, որ Սամվելն իրավունք չունի ընտրվելու Հայաստանի վարչապետ, բայց իրենց փաստաբանը հայտարարել, նրան Սամվել Կարապետյանը չի կարող լինել կուսակցության ցուցակում, բայց ինքը, ասենք, եթե ուժեղ Հայաստանը իր հետ դաշնակցող քաղաքական ուժերի հետ միասին վերցրեց մեծամասնություն գործող ազգային ժողովում, նոր ազգային ժողովում, այդ ժամանակ սահմանադրական օրենքը ուրեմն կփոխեն, Սամվել Կարապետյանը կարող է դուրս գալ Ռուսաստանի քաղաքացիությունից, դառնալ միայն Հայաստանի քաղաքացի եւ կարող են նրան ընտրել Հայաստանի վարչապետ։ Ձեր հանդեպը չկա քրեական գործ։ Իմ հանդեպ քրեական գործը կարճված չի, ամեն չորեքշաբթի քրեական ուրեմն դատական նիստ են անում, այդպես ապօրինաբար ինձ սպահում են ուրեմն բանի ամբաստանալի մեղադրյալի վիճակում եւ ես իրավունք չունեմ խափանման միջոցը ուղղակի ասենք իրավունք չունեմ բացակայելու Հայաստանից։ Բայց անհրաժեշտություն ունեք, պարոն։ Անհրաժեշտություն իհարկե կա, ես ունեմ գործընկերներ, քաղաքական, ունեմ ազգականներ, ունեմ գաղափարակից ընկերներ, ունեմ մարզական ընկերներ, որոնք Ռուսաստանի տարբեր վայրերում են, հատկապես Մոսկվայում ինձ հրավիրում են, ես իրավունք չունեմ գնալու ուրեմն Հայաստանից բացակայելու։ Պարոն Բազեյան, հստակեցնենք էլի, դուք որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես հասարակական կառույցի ներկայացուցիչ, նաև քաղաքական նախաձեռնություն եք կարծեմ։ Դուք պատրաստվում եք միանալ ուժեղ Հայաստանի, թե ուղղակի համակիր ու աջակից եք։ Ուրեմն դեռ 3 ամիս, շուրջ 3 ամիս կա ընտրություններին, մեր կազմակերպությունը Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը իր մեջ ընդգրկում է պայստազորի զինվորականների եւ ազատամարտիկների եւ առաջի Արցախյան պատերազմի եւ 44 օրյա պատերազմի։ Մենք չենք կարող բնականաբար որպես հասարակական կառույց մասնակցել ընտրություններին, բայց մենք կարող ենք որևէ կուսակցության կամ դաշինքի ցուցակով գնալու մասնակցել ընտրություններին։ Մեր մոտեցումը հետեւյալն է. ձևավորվել է ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ 3 բլոկներ են նույնիսկ ձևավորվել ընտրությունների նախօրյակին։ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը, Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստանը միավորվել են, իրանց է միացել նաեւ Սուրեն Սուրենյանցի ժողովրդական այլընտրանքը։ Դրանից զատ դեմոկրատական այլընտրանք, դրանից զատ միավորվել են Արման Թաթոյանի միասնության թևերը եւ Ավետիք Չալաբյանի հայաքվեն կամ հայկական քվեն ու նրանց է միացել նաև ապրելու երկիր կուսակցությունը Մանեթ Հանդիլյանի գլխավորությամբ, բայց այդ կուսակցության թիկունքում Ռուբեն Վարդանյանն է, ցավում եմ, որ Ռուբեն Վարդանյանը կալանավորված է Բաքվում, բայց նրա որդին, նրա կինը, նրա աշխատանքային ընկերները կարող են ասենք այդ կուսակցության անդամներ, այդ միավորման անդամներ դառնալ եւ օգտագործելով Ռուբենի նաև ֆինանսական միջոցները կարող են նաև անցնել ազգային ժողով եւ ունենալ որոշակի թվով պատգամավորներ։